Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր մայիսի 23-ն է։ Այսօր մենք ձեզ հետ կխոսենք նորից Հայաստանի մասին։ Այո, կան լրջագույն զարգացումներ մեր շուրջ, պատերազմ Ռուսաստանի Ուկրաինայի դեմ, պատերազմ Մերձավոր Արևելքում Իսրայելի Գազայի դեմ, լարված վիճակ Մերձավոր Արևելքում, Պակիստան, Հնդկաստան, նոր վերաթարմացված կոնֆլիկտը դեռ չի մարե, լարված վիճակ է աշխարհում։ Բայց եթե դուք նկատել եք վերջի ժամանակներս ես ստիպված եմ անընդհատ անդրադառնալ հենց մեր թեմային։ Նույնիսկ այլ թեմաները, որոնք նաև մեզ համար կարևոր են, իրենց համար չի մնում ժամանակ, քանի որ ակտիվացան զարգացումները հենց Հայաստանի շուրջ։ Հայտարարություններ Թուրքիայի կողմից Զանգեզուրի, այդպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, որ կբացեն, կոշտ հայտարարություններ Ադրբեջանի կողմից, որոնց մենք սովոր ենք, բայց նոր երանգներ ստացող, բարձվեց արևմտյան Ադրբեջանի գաղափարախոսությունը դարձավ պաշտոնական գաղափարախոսություն, Ալիևը դրա մասին ասեց Թուրքիայում։ Սերգեյ Լավրովի Ռուսաստանի արտգործնախարարի այցը Հայաստան այս վերջի 2 օրը լի էր սպառնալիքներով ու միջև գնալն էլ մի հատ մեզ վիրավորեց, ապտակեց, ինչի մասին այսօր մենք ձեզ հետ կխոսենք։ Դա ցույց է տալիս, որ լուրջ վտանգավոր պրոցեսներ են գնում։ Այսօր ես կասեմ ձեզ, ինչի հետ են կապված երեկվա Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, միաժամանակ երեկվա Իրանի դեսպանի հայտարարությունը, միաժամանակ Եվրոմիության բարձր պաշտոնյայի հայտարարությունը Խիկմետ Հաջիևի հետ հանդիպումից հետո, այս քայլերից, այդ հայտարարությունից ակնհայտ է, որ իրանք մտահոգված են նրանով, ինչ կատարվում է Հայաստանի շուրջ ու չեն բացառում ինչ որ գործողություններ Հայաստանի դեմ ուղղված։ Անպայման մենք ամեն ինչ այս հարցերի մասին անպայման այսօր կխոսենք, ինչու, որն է իմ նպատակը։ Գլխավոր նպատակը մեսիջներ ուղարկել մեր կառավարությանը, որ հավանականությունը կտրուկ աճեց վերջի մի քանի օրը, որ Ադրբեջանը կփորձի հարձակվել մեր վրա։ Հավանականությունը կտրուկ աճեց։ Եթե մենք ձեզ հետ խոսենք մի 2 շաբաթ առաջ, ես նույնիսկ զարմանալի կհամարեի, եթե մենք ասենք, որ հավանականություն կա նույնիսկ փոքր ինչ որ հարձակման։ Ոչ, այսօր հավանականությունը մեծ հարձակմանը կա, աճել է, փոխվել է այս բարիբուն իմաստով վերջի մի շաբաթվա մեջ շատ բան։ Ստեղ նաև կարող է օգնել Ադրբեջանին իր երազանքը իրականացնել, Սյունիքը անջատել Հայաստանից։ Ինչ կարող է օգնել։ Հենց Ամերիկա-իրանական լարված իրավիճակը։ Բանակցություններ գնում են, իդեպ ասեմ ձեզ, այսօր մայիսի 23-ին Հռոմում շարունակվում են 5-րդ փուլն է բանակցությունների, բայց կարծես թե մեկ հարցով չեն գալիս ընդհանուրի ու շատ հավանական է, որ Իրանի դեմ քայլեր կարվեն, ավելին կասեմ, ուղղակի եւ ոչ ուղղակի փաստեր կան, որոնք ցույց են տալիս, որ շատ հավանական է ուժային հարվածներ Իրանի դեմ։ Նույն պահին Ադրբեջանը դա կօգտագործի ու մեր դեմ քայլեր կանի։ Ուրեմն իմ նպատակը սրել ուշադրությունը կառավարության այս հնարավոր վատ սցենարների, որ կանխենք դա։ Եթե դու սցենարների պատրաստ ես, եթե դու կանխարգելիչ հայտարարություն անես, ոնց արեց Իրանը, մի քիչ ավելի ուշ կասեմ ինչ արեց Իրանը։ Ուրեմն այս հարցերը մեր կենտրոնում կլինեն, բայց միջև անցնելը մեր այսօրվա քննարկմանը, ես պետք է ասեմ, որ այսօր
մայիսի 23-ն է, մայիսի 23-ին դուք գիտեք վերջին զանգի օրն է, վերջին դասեր մեր աշակերտները, դպրոցականները հիմա դառնում են շրջանավարտներ, մեզ մոտ դուք գիտեք մեծ աղմուկով նշվում է էզևի ավանդույթ կա, վերջի զանգը, վերջի դասը, ես ինչ եմ ցանկանում մեր երիտասարդներին։ Իրոք ուզում են, որ իրանց կյանքը հաջող դասավորվի։ Իրոք ուզում են, որ իրանք շարունակեն ձեռք բերել գիտելիքներ, գնան համասարաններում սովորեն։ Եթե գնում են աշխատելու, որ աշխատանքի վայրում աճեն, սովորեն, նվիրված լինեն հայրենիքին։ Իրանց կարիքը հիմա շատ մեծ է։ Հայրենիքը ունի կարիք մեր երիտասարդների, որ մեր երիտասարդները աշխատեն կամ սովորեն, բայց ի սրտե այդ ամեն ինչ անեն։ Ու բոլորին ցանկանում եմ երջանիկ լինեն, հաջողակ լինեն, պրոֆեսիոնալ աճ ունենան։ Ես խնդրում եմ նաև Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներին, բաժանորդագրվեք, կիսվեք, լայքեք, անչափ կարևոր է դա, որ մեր YouTube-յան ալիքը զարգանա ու եթե կարող եք աջակցեք։ Ուրեմն սկսում եմ այսօրվա իմ ելույթը։ Նայեք Ստիվ Ուիտկոֆը նորից կգլխավորի այն պատվիրակությունը, որը այսօր Հռոմում կհանդիպի Իրանի պատվիրակության հետ։ Այնտեղ գիտեք ոնց է գնում։ Օմանը միջնորդ է, Օմանի դիվանագետները կամ միջնորդական առաքելություն են կատարում, առանձին դեպքերում ամերիկացի իրանցիների հետ ուղղակիորեն խոսում են։ Դա ես ողջունել եմ, ես համարում եմ ավելի լավ է բանակցեն, այլ ոչ թե կռվեն։ Հիմա 5-րդ փուլն է։ Շատ կարևոր ինֆորմացիա է, որ եվրոպական երյակը, Մեծ Բրիտանիա, Գերմանիայի, Ֆրանսիայի մասնագետները, դիվանագետները հանդիպել են իրանցիների հետ Ստամբուլում ինչ որ ժամանակ առաջ, դա էլ դրական է, բայց աղազանգը, որը հնչեցնում են հիմա իրանցիք, ցույց է տալիս, որ կարող է այսօր ոչ մի բանի չհասնեն ու կարող է հարձակումներ լինեն Իրանի դեմ։ Այս ահազանգերը որտեղից ես տեսա։ Առաջի հերթին Աբբաս Արաքչի, արտգործնախարարը Իրանի, գրեց նամակ գլխավոր քարտուղարի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ու ինքը ասեց, որ դուք պետք է հատուկ միջոցառումներ անցկացնեք, միջոցառումներ անեք, հատուկ, որ մեր միջուկային օբյեկտները, գործարանները պաշտպանվեն։ Իրան ասում է մենք թափացենք եք, մենք չենք թաքցնում, որտեղ են մեր միջուկային ծրագրերի հետ կապված գործարանները, օբյեկտները, դուք արեք անհրաժեշտ քայլեր պաշտպանելու համար։ Ինքը դիմեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, քանի որ ինքը ասում է Իսրայելը վտանգ է, Իսրայելը կարող է սկսել ռմբակոծել ուժային քայլեր։ Պարզ է ինքը ասեց, որ մենք չենք վախում, մենք պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը, բայց ինքը փաստ է, որ արտգործնախարարը Իրանի դիմեց գլխավոր քարտուղարին ՄԱԿ-ի, դա լուրջ է։ Ուրեմն լուրջ է վիճակը, որ ընդհանուրի չեն գա այսօր։ Ու մյուսը, դուք գիտեք, որ կենթանի պատ կառուցեցին երիտասարդները Իրանի, ուսանողները այն գործարանների շուրջ, որ չռմբակոծվեն, այն գործարանների միջուկային ծրագրերի հետ կապված Իրանում, որ չռմբակոծվեն Իսրայելի կողմից։ Ուղղակի կենթանի պատ ստեղծեցին այդ ուսանողները Իրանի։ Օրինակ Ֆորդո տեղում Ֆորդո գործարանի հետ կապված։ Այդ Ֆորդո գործարանը Կում քաղաքի մոտ է։ Ես դա հատուկ ուշադրությունը ձեր դարձնում եմ, ինչու։ Տեսակ, որտեղից ես իմացա, որ լուրջ է վիճակը։ Իրանը մի օր առաջ միջև այսօր
Այսօր շարունակվում է 5-րդ փուլը Իրան Միացյալ Նահանգներ բանակցությունների հրոմում, նոր ես ասեցի, բայց մի օր առաջ կանխարգելիչ քայլեր արեց։ Այդ քայլերից ես հասկացա, որ լուրջ է վիճակը։ Մեր կառավարությունն էլ պետք է սովորի։ Պնդում եմ լուրջ է վիճակը։ Առաջարկում եմ մեր կառավարությանը աղազանգել ամբողջ աշխարհով, նաև գրել նամակ ՄԱԿ, նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, որ մեր տվյալներով Ադրբեջանը ինչ որ փորձում է անել։ Ու մենք աղազանգում ենք ուշադրություն դարձրեք, քանի որ դա կանխարգելիչ քայլ է։ Այս աղմուկը, որ հիմա բարձրացրեցին իրանցիք, որ հնարավոր է, որ Իսրայելը հարված հասցնի իրենց միջուկային օբյեկտների, դա կանխարգելիչ դեր կարող է խաղալ։ Բայց ուզում եմ հատուկ նշել մեկ նյուանս։ Դուք գիտեք, ես եղել եմ Տեհրանում մի քանի օր առաջ մեծ ֆորումում, պատմել եմ ձեզ, այնտեղ եւ Իրանի նախագահան ելույթ ունեցավ, եւ արտգործնախարարը, եւ մեծ շատ միջոցառում էր, 1000-ից ավել մասնակիցներ 50 պետություններից, նաև Եվրոպայից, նաև արաբական աշխարհից, այլ պետություններից։ Այդ մեծ միջոցառման ժամանակ հենց Տեհրանում ավելի լավ ես հասկանում, երբ որ ակտիվ մասնակցում ես, ես ակտիվ մասնակցեցի այդ աշխատանքներին, տեսնում ես դիրքորոշումը Իրանի։ Ուրեմն ինչին ընդհանուրի եկան ամերիկացիք եւ իրանցիք, որ միջուկային էներգիա խաղաղ ճանապարհով Իրանը իրավունք ունի ունենալ։ Վերջ, դա լավ է, բայց մեկ հարց մնաց չլուծված։ Իրանը ասում է, դե եթե դուք ուզում եք միջուկային էներգիան օգտագործեք, պետք է ունենաք հարստացված ուրան։ Իրանը ասում է, մենք ունենք հարստացված ուրան, մենք կարող ենք ստանալ, ինչու մենք պետք է հրաժարվենք։ Ամերիկան ասում է, չէ, հրաժարվի, մենք ուղղակի քայլ առ քայլ կտանք ձեզ այդ ուրանը ու ուրանը օգտագործելուց հետո այդ նյութերը նորից դուք կուղարկեք այլ երկրներ, դուք չպետք է ունենաք հարստացված ուրան։ Քանի որ հարստացումը ուրանի ու բարձրացումը հարստացման այդ տոկոսի կարող է բերի հնարավորության ունենալ միջուկային զենք։ Իրանը ասում են, չի մենք պետք է այդ ծրագրերից։ Մենք երաշխիք տալիս ենք, որ չենք ստեղծի ռումբ միջուկային։ Միջազգային փորձագետները կգան, մենք կտանք հնարավորություն վերահսկել։ Այստեղ տարաձայնություն կա ու ամեն ինչ կարող է լինել։ Դա է պատճառը, որ ես պնդում եմ, դա նաև մեզ համար վտանգ է։ Միանշանակ կարող եմ ասել, եթե լինի հարձակում Իրանի վրա, Ադրբեջանը կօգտվի ու կհարձակվի մեր վրա ու կփորձի օկուպացնել հարավը Հայաստանի։ Հիմա պարզ է, դուք կարող եք ասել, բայց որտեղից տեսնում եք, որ վտանգը կա։ Բոլորս ձեզ հետ միասին մենք տեսնում ենք այս պահին մեծ լուրջ զորավարժություններ անցկացնում են Թուրքիա Ադրբեջանի հետ։ Այս պահին Թուրքիան Ադրբեջանի հետ լրջագույն զորավարժություններ հիմա անցկացնում են համատեղ։ Ալիևի հայտարարությունը երեկվա 3-4-օրվա Բուդապեշտում, Անկարայում, նաև Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ կապված, Արևմտյան Ադրբեջանի գաղափարախոսության հետ կապված, Խաջիևի կարևորագույն դեմքի Ադրբեջանի թիմում Ալիևի, Հիկմետ Խաջիևի եւ Տեհրանում ելույթը ես ուշադիր լսեցի եւ իր ելույթը Եվրոմիությունում ցույց են տալիս, որ պատրաստվում է Ադրբեջանը։ Ադրբեջանը ասում է, որ Հայաստանը ռևանշիստ է։ Հայաստանը չի կատարում պարտավորություններ, չի թողնում, որ ադրբեջանցիք վերադառնան Հայաստան։ Այդ ինչ ստեր են փչում, նշանակություն չունի։ Դա եթե իրանք պետականորեն առաջի դեմքերի մակարդակներով տանում են այդ գծերը, ուրեմն ինչ որ բանի պատրաստվում է։ Իրանք ասում են Հայաստանը չի ուզում խաղաղություն։ Մենք պարտադրեցինք, բայց տեսնում ենք, որ դեռ չենք լուծել վերջնականորեն։ Հայաստանը չի ուզում բացել ճանապարհները։ Թուրքիան, գիտեք, 3-4 օրը հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքը կբացվի։ Եթե հավաքում ես այդ ամբողջ փաթեթը, հասկանում ես լուրջ է վիճակը։ Մյուս օրինակները էլ ավելի կարևոր, որ հասկանանք
ինչ է կատարվում։ Ուրեմն վերջի 2 օրվա մեջ մենք լսեցինք կարևորագույն հայտարարություն ելույթ Մարկո Ռուբիոյի Միացյալ Նահանգների կոնգրեսում, երբ որ ինքը կոնգրեսականների հարցերին պատասխանում էր, իրոք ակնհայտ էր իր դիրքորոշումը իօգուտ մեզ, ակնհայտ է, բայց ինձ համար դա կարևոր չի։ Ես գիտեմ, որ ինքը հասկանում է այդ թեման, հայկական լոբիստ է ու ամերիկան մեզ աջակցում է։ Ինձ համար կարևոր է, որ ինքը մտահոգություններ հայտնեց, որ կոնֆլիկտի իրական վտանգ կա, այդ նախադասությունը ինքը ասեց։ Երկրորդը ինքը ասեց ռազմական միջամտություն կարող է լինել։ Ինչ է դա նշանակում։ Օրինակ Ադրբեջանը հատուկ զորքեր կմտցնի, կոպիտ ասած Զանգիզուրի միջանցքը մեզանից օտարել։ Կոպիտ ասած Սյունիքի ճանապարհները մեզանից օտարել։ Իրանի դեսպանը երեք արեց հայտարարություն։ Ստիպողաբար ոչ ոք չի կարողանալու լուծել հարցը ու Զանգիզուրի միջանցքը ստեղծել։ Ոչ ոք ուժով ստիպելով չի կարող դա անել։ Ինչի են իրանք ասում։ Չէ, բադի գործ չունեն, հա։ Մարկո Ռուբիոն զբաղված մարդ չի, հա։ Իրանի դեսպանը զբաղված մարդ չի։ Պարզվեց զբաղված մարդիկ են, լուրջ մարդիկ են, ու այդ մեսիջները ուղարկում են Ադրբեջանին։ Չհամարձակվեց հարձակվել։ Ուրեմն այդ վտանգը կա։ Ուրեմն իրենց հատուկ ծառայությունները, համապատասխան ինստիտուտները ունեն ինֆորմացիա վտանգի, որը ուղղված կլինի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ։ Մյուս բանը էլ ավելի ինձ մտահոգող։ Ուրեմն Խաջիևը Տեհրանից գնաց Եվրոպա։ Եվրոպայում Բրյուսելում ինքը հանդիպեց Կայա Կալասի ինստիտուտի ղեկավարներից մեկի հետ։ Դուք հիշում եք, ես ձեզ ասել եմ, որ Կայա Կալասը գլխավորում է ժողովրդի լեզվով ասած Եվրոմիության արտգործնախարարությունը։ Ուրեմն եվրոպական արտաքին կապերի ծառայություն դա կոչվում է։ Եվրոպայում դա Եվրոմիությունը անվանում է այդ ինստիտուտը արտգործնախարարությունը իրանց եվրոպական արտաքին կապերի ծառայություն։ Ու գլխավոր քարտուղարը այդ ծառայության հանդիպեց Հիկմետ Գաջիևին։ Ինչ հաղորդագրություն տվեցին եվրոպացիք։ Ասեցին, քննարկվեցին Ադրբեջան Եվրոմիություն հարաբերություններ, քննարկվեց նորմալացումը հարաբերությունների Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ ռեգիոնալ զարգացումները ու վերջում Եվրոմիությունը հաստատում է, որ հանձնարարու է շարունակել գնալ դեպի խաղաղություն եւ բարգավաճում տարածաշրջանի։ Շատ կարևոր ստեղ հարց է։ Ես կյանքում չեմ կասկածի դեմ տակ դրել, որ Եվրոմիությունը միշտ էլ հանձնարարու է գնալ դեպի Եվրոմիություն։ Այդ բարերը ինչի համար են։ Շարունակում է հանձնարարու լինել։ Ուրեմն Հիկմետ Գաջիևը համոզում էր, որ Հայաստանի դեմ իրանք պլանավորում են ինչ-որ քայլեր անել, որ Եվրոմիությունը ցավոտ չընդունի, քանի որ ինքը ասում է Հայաստանը չի ուզում խաղաղություն, Հայաստանը չի բավարարում նախապայմանները, նոր եւ նոր անհեթեթ նախապայմանները Ադրբեջանի, ուրեմն Հայաստանը ռևանշ է ուզում, ուրեմն մենք ստիպված պետք է քայլեր անենք։ Ու ինքը ստացավ պատասխանը, որ Եվրոմիությունը այդ ճանապարհով շարունակում է գնալ դեպի խաղաղություն եւ հանձնարարու է շարունակել այս քաղաքականությունը։ Դա շատ կարեւոր է։ Որտեղից առաջացավ խոսքը շարունակում է հանձնարարու լինել։ Այ հենց պատասխաններ Խաջիևի։ Ես մանրամասն փորձում եմ դա բացել, որ դուք հասկանաք, քանի որ պարզ է, որ բոլորը չպետք է խորանալ այս նյուանսների մեջ։ Ու պետք էլ չի խորանալ այս ձևի նյուանսների բոլորին։ Հենց մենք պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր մեծ փորձ ունեն դիվանագիտական, այս տեքստերը բացում ենք ձեզ։ Ուրեմն Մարկո Ռուբիոյի խոսքերը
որ ինքը մտահոգված է, որ կոնֆլիկտը կարող է լինել ու ռազմական կարող է ինչ որ քայլեր լինեն, Իրանի դեսպանի կոշտ պատասխանը, որ ոչ մի զանգեզուրիմիցանք չի լինի ու ստիպողաբար չես կարող ոչ մի բանի անցնել, ու երբ որ համեմատում են Եվրոմիության կարևոր պաշտոնյայի ասածը, որ մենք շարունակում ենք հանձնարարու լինեն խաղաղության, բայց ինչի ինքրանք պետք է այդ բառը շարունակում ենք լինել։ Միշտ էլ Եվրոմիությունը խաղաղության կողմ է, ամբողջ աշխարհը դա գիտի։ Քանի որ Հիկմետ Գաջիևը ինչ որ բաներ են բացատրում, որ կարող է մենք ուժային հարցերով ուժային քայլեր Հայաստանի դեմ անենք։ Հիմա գումարեք ագրեսիվ ելույթները Ալիևի, գումարեք, որ Արևմտյան Ադրբեջանի գաղափարախոսությունը իրանք դարձրեցին պետական գաղափարախոսություն։ Գումարեք նրան, որ թուրք-ադրբեջանական ռազմական լուրջ զորավարժություններ են հիմա գնում, հասկանում ես, որ լուրջ է վիճակը։ Ես պետք է ասեմ, որ դա ասում եմ նորից կրկնում եմ, որ իշխանությունը ուշադրություն դարձնի, քանի որ իշխանությունը միշտ զբաղված է, իշխանությունը առօրյա հարցերով է զբաղված, բայց այս զարգացումները պատահական չեն։ Ու հիմա մի քիչ ավելի ուշ նորից կանդրադառնամ Սերգեյ Լավրովի այցելությանը իր վիրավորական քայլը միջև գնալը հայ ժողովրդի նկատմամբ ուղղակի վիրավորեցինք հայ ժողովրդին, ցույց է տալիս, որ լուրջ է վիճակը։ Սերգեյ Լավրովը ասեց, որ դուք ռուսական զենքով օկուպացրեցիք Ադրբեջանի տարածքները, կյանքում այս ձևի բան ոչ մի պաշտոնյա չէր ասում, ոչ Ռուսաստանի, ոչ այլ երկրների, կյանքում։ Ուրիշ բան է, որ անկախություն տալ, Լեռնային Ղարաբաղի չտալ, շատերը այդ հարցերը խառնում են իրար հետ։ Ասում են, պարոն Գրիգորյան, դե ռեալ չէր անկախությունը, այդպես չի, բայց հարգում եմ տարբեր կարծիքներ։ Ժողովուրդ ջան, ես հիմա խոսում եմ ոչ թե Ղարաբաղի հարցից, նյուանսներից, այն նրանից, որ Սերգեյ Լավրովը առաջի անգամ Ռուսաստանի պաշտոնյան ասեց, որ մենք օկուպացրել ենք 90-ական թվերին ինչ-որ տարածքներ Ադրբեջանի։ Դա ես պատահական չեմ համարում, դա տեղավորվում է այդ ագրեսիվ Ադրբեջանի կոնցեպտի մեջ, ու Ադրբեջանը պատրաստում է աշխարհը նրան, որ ինքը կանի մեր դեմ ինչ-որ քայլեր, ուժային։ Մեր արտգործնախարարությունը իդեպ ասեմ ձեզ արձագանքեց այդ Զանգեզուրի Միչանսկի գաղափարին, մեր արտգործնախարարությունը ասեց, որ Հայաստանի տարածքում ոչ մի Զանգեզուրի Միչանսկ չկա, կներեք, ոչ մի արևմտյան Ադրբեջան չկա ու ոչ մի Զանգեզուրի Միչանսկ չկա, բայց գլխավորը արտգործնախարարության հայտարարության մեջ կար հենց դա։ Չկա արևմտյան Ադրբեջան եզրույթ, ոչ մի բան չկա, բայց արևմտյան Ադրբեջան իրոք Ադրբեջանի տարածքում կա, դա Ադրբեջանի շրջաններ են, Ադրբեջանի արևմտյան մասում։ Պետք է ասեմ, որ չեմ ասում, որ վատ հայտարարություններ, նորմալ հայտարարություններ, բայց ես պնդում եմ, որ Հայաստանը պետք է անպայման կանխարգելիչ քայլեր անի։ Հայտարարություններով հանդես գա եւ կառավարության մակարդակով, եւ վարչապետի մակարդակով, եւ արտգործնախարարության մակարդակով այս ստեղծված իրավիճակի հետ կապված։ Մակում տարածել նամակ, որ լուրջ է վիճակը, գալիս է մեզ ինֆորմացիա, որ ինչ որ բաներ պատրաստում է Ադրբեջանը։ Դա կանխարգելիչ լուրջ քայլեր կլինի։ Պետք չի սպասել, որ իրանք հարձակվեն, հետո մենք արձագանքենք։ Նայեք, ոնց են աշխատում եվրոպացիք, ոնց են ուզում մեզ աջակցել։ Դուք գիտեք, երեք երկու ղեկավարներ այն եվրոպական դիտորդական առաքելությանը, որը կա Հայաստանում, եւ այն դիտորդական առաքելությունը, որը կա Վրաստանում, այդ երկու տարբեր առաքելություններ դիտորդական Եվրոմիության Վրաստանում եւ Հայաստանում։ Այդ երկու ղեկավարները այդ եվրոպական ինստիտուտների դիտորդական
ստորագրեցին համագործակցության պայմանագիր, հուշագիր, դա ադմինիստրատիվ պայմանագիր է, բայց շատ կարևոր, եթե պետք լինի, որ իրար օգնեն։ Տեսակ, նույնիսկ Եվրոպան հասկանում է, որ կարող է լուրջանա վիճակը, ել ավելի շատ դիտորդներ պետք է լինեն Հայաստանում, ու ստորագրեցին պայմանագիր, որ այդ աշխատանքը ուժեղանա։ Այ մենք պետք է դրան սովորենք։ Ոչ թե ասենք չենք հավատում, որ կհարձակվի Ադրբեջանը, այն վիճակը չի։ Իրոք, 2 շաբաթ առաջ այն վիճակը չէր։ Այսօր այն վիճակն է։ Քանի որ Միացյալ Նահանգների Մարկո Ռուբիոյի հայտարարությունը չի հենվում Մարկո Ռուբիոյի կարծիքի վրա։ Չի հենվում անկախ փորձագետի կարծիքի վրա, հենվում է Միացյալ Նահանգների հետախուզական ինստիտուտների աշխատանքի վրա։ Նույնը Իրանի դեսպանը իր խիստ քննադատական հայտարարությունը այդպես կոչված Զանգեզուրի Միչանսկի հետ կապված հենվում է Իրանի համապատասխան մարմինների վերլուծությունների վրա, պետական մարմինների։ Հիմա Լավրովը, պարզ է Լավրովը չէր կարող գնալ առանց սադրանքների, ինքը զգաց, որ ուրախ չի հայ ժողովուրդը իրագալուց, ինքը իր ելույթներում հստակ ասեց, չպետք է առնեք զենք Ֆրանսիայից, փաստորեն ինքը ասեց, հայ ժողովուրդը պետք է անպաշտպան մնա, ինքը հստակ ասեց, որ Ռուսաստանը զենք չի տա Հայաստանին, նույնիսկ այն զենքը, որի համար մենք փող մուծեցինք, ինքը հստակ ասեց, որ Հայաստանը ագրեսոր էր 90-ական թվերին։ Այդ մեսիջները ուղղված չէին մենակ մեզ, այդ մեսիջները ուղղված էին աշխարհին, որ Հայաստանն է ագրեսորը, այլ ոչ թե Ադրբեջանը։ Ես շատ ուրախ եմ, որ ինքը զգաց, որ իրան ուրախ չեն իր այցելությունը, մենք ուրախ չենք, մեր հասարակությունը ինքը դա իր մաշկի վրա զգաց, դա պարզ է, եւ հարցերից լրագրողների պրես կոնֆերանսում եւ դրսում պրոտեստների ակցիաների ժամանակ ու ինքը իր կեղտոտությունը արեց, ինքը չայցելեց Ծիծեռնակաբերդ, հայոց ցեղասպանության հուշահամալիր, անպատվեց հայ ժողովրդին։ Հետո իրանց ագենտուրայի միջոցով սոցցանցերում տարածեցին ինֆորմացիա, որ իբր Հայաստանի կառավարությունն է, որ ծրագրից հանեց Լավրովի այցելությունը Ծիծեռնակաբերդ։ Դա սուտ է, ու շատ լավ է, որ մեր արտգործնախարարությունը արձագանքեց այդ ստերին։ Մեր արտգործնախարարությունը ասեց, որ երբ որ պատրաստվում էր ծրագիրը Լավրովի այցելության ծրագիրը Հայաստան, երբ որ պատրաստվում էր, այնտեղ քննարկվել է իրոք այցելություն Ծիծեռնակաբերդ, այցելություն նաև դուք գիտեք այդ հաղթանակի այգի, Լավրովը գնաց հաղթանակի այգի, այնտեղ ծաղկեպսակ դրեց, 80 ամյակն է, դուք գիտեք, այդ ֆաշիզմի դեմ պայքարի հաղթանակի հետ կապված, բայց չգնաց ցեղասպանության հուշահամալիր։ Մեր արտգործնախարարությունը ասում է, որ այնտեղ նախատեսված էր միայն, որ իր անունից ծաղկեպսակ կողարկեն հուշահամալիր։ Ուրեմն Ռուսաստանը նախորոք անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերում հայ ժողովրդի նկատմամբ։ Դες Ռուսաստանը ասում էր, այս ցեղասպանության զոհերը այդքան կարևոր չեն մեզ համար։ Քանի որ մաքսիմալը դա կտևեր կես ժամ իր այցելությունը, ինչ պրոբլեմ կար այդ այցելությունը կատարել ցեղասպանության հուշահամալիր։ Բայց դրանով իրանք վիրավորեցին հայ ժողովրդին։ Դες գնացին հաղթանակի այգի, հարգեցին իրանց հուզող հարցը 80 ամյակը հաղթանակի ֆաշիզմի դեմ, բայց անտեսեցին հայ ժողովրդի ցավը։ Մեր արտգործնախարարությունը ասում է, որ
աշխատանքային այցելությունների ժամանակ այս պրոտոկոլը այցելության ցեղասպանության հուշահամալիր անպայման չի եկած կողմը, հրավիրված կողմը որոշում ընդունում է։ Դա շատ լավ է, որ մեր արտգործնախարարությունը ասեց, որ Ռուսաստանը չուզեց, որ Լավրովը այցելի Ծիծեռնակաբերդ։ Հիմա էլ ավելի կարևորը։ Հայաստանում գտնվում է պաշտոնական պատվիրակություն Լեհաստանից, փոխարտգործնախարարի մակարդակով։ Ու աշխատանքային այցելություն է, ոնց Լավրովը եկավ Հայաստան, ոչ թե պաշտոնական, այլ աշխատանքային այցելությունով։ Նույնը Լեհաստանի փոխարտգործնախարարը եկավ աշխատանքային այցելությունով, պատվիրակությունը Լեհաստանից, որը գլխավորում է փոխարտգործնախարարը։ Ու ինչ, պարզ է այդ պատվիրակությունը այցելել է հայոց ցեղասպանության հուշահամալիր, իր հարգանքի տուրք մատուցելու այն զոհերին անմեղ, որոնք եղել են Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության ժամանակ։ Այդ ձեզ տարբերություն։ Այ հիմա որոշեք հայեր, ով է մեզ համար բարեկամ, ով անկեղծ է, ով ոչ։ Ռուսաստանը միջև Լավրովի այցելություն Հայաստան չէր ուզում ու չգնացել Լավրովը ցեղասպանության հուշահամալիր։ Թքեց հայ ժողովրդի երեսին։ Հիմա պրոռուսականներին հարցնում են, ինչ եք ասում։ Տեսակ, մեր արտգործնախարարությունը ասեց, մենք քննարկել ենք այդ հարցը, ռուսական կողմը հրաժարվեց։ Ես ավարտեցի իմ այսօրվա ելույթը։ Լուրջ մոտենանք, կառավարություն լուրջ մոտեցի, լուրջ են զարգացումները, հավանականությունը, որ հարձակում կլինի Հայաստանի վրա, կտրուկ աճել է, ու ես բերեցի փաստարկներ, որից դա երևում է։ Մինչ նոր հանդիպումներ։